ողջույն։ Այսօր հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից Փաշինյանի ԱԱՑ-ն հարձակվել էր Գյումրու վրա։ Ջարդել էին քաղաքապետարանի դռները, պատուհանները, ինչ որ հաղորդագրություն տարածեց քննչականը, իբր կաշառքի գործ է, 8 հոգու ձերբակալել են, որոնցից մեկն էլ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Խորհրդարանական նախորդ հարցուպատասխանի ժամանակ ԿՊԱ-ականները հայտարարեցին, որ իրենք հաշտ չեն նրա հետ, որ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է։ Խնդիրը ժողովուրդ ջան, անձը չէ, Վարդան Ղուկասյանը չէ, ԿՊ-ն հաշտ չէ, որ գյումրեցին չի ընտրել ԿՊԱ-ականին այնքան, որ կարողանար քաղաքապետ ունենալ։ Մերժել է Նիկոլ Փաշինյանին։ Գյումրու վրա հարձակման պատճառը ըստ իս սա է։ Սրանք սիրում են ասել, չէ, ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովրդի իշխանություն, ժողովրդի քվեով ձևակերպված իշխանություն, ժողովրդի քվեով ձևակերպված իշխանությանը ձերբակալեցին։ Ու սա միայն Գյումրիում չէ, Հայաստանում կան մի երկու տասնյակ ընդդիմադիր համայնքապետեր։ Իշխանական համայնքապետերի վերաբերյալ ձայնագրություններ, կաշառքի գործեր չկան, իսկ ընդդիմադիրների նկատմամբ ինչ քրեական գործ ասես, որ չկա։ Ընտրվելուց հետո են հարուցել այդ բոլորն էլ։ Մոտներից ինչ ասես, որ չեն գտել։ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիայից այնքան գրվեց, փաստեր ներկայացվեցին, մանկապարտեզների կառուցման գործում չարաշահումներ, կոռուպցիոն ենթատեքստով շինթույլտվություններ, տենդերներ։ Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ը չեմ էլ խոսում այդ դարի կոռուպցիայի մասին։ Չեք տեսնի իրավապահները մատը մատին տան։ Ալավերդի համայնքում ընտրվեց ընդդիմադիր, ԿՊ-ն գողացավ աթոռը, կարմիր բերետավորների ու ողջ ոստիկանական ռեսուրսի օգնությամբ։ Գորիսում ընտրվեց ոչ ԿՊԱ-ական, քրեական գործ հարուցեցին ընտրված համայնքապետի դեմ։ Վանաձորում ԿՊ-ն պարտվեց, համայնքապետին բռնեցին։ Ու էլի քրեական գործեր, Թալինում կրկնակ ընտրություն արեցին, իրենց մերժված տեխնացուն ընտրվեց, Վեդյում նույնպես։ Փարաքարում ոչ ԿՊԱ-ական ընտրվեց, սպանեցին։ Գյումրիում ոչ ԿՊԱ-ական է ընտրվել, այսօր բռնեցին ու կկալանավորեն։ Խնդիրը կարծում եմ, այդ մարդիկ չեն, խնդիրը ժողովուրդն է։ Ժողովուրդը ԿՊԱ-ականներին չի ընտրում, պատժում են ժողովրդին, նրա ինադու բռնելով իր ընտրյալներին։ Մի քանի օրից ընտրություններ են Վաղարշապատում։ Սրանք ըստ երևույթին ուզում են ցույց տալ, որ մեկ է, էջմիածնեցիներ։ Ինչ էլ անեք, ում էլ ընտրեք, վերջում լինելու է ԿՊ։ Եթե մեզ չընտրեք, ձեր ձայնը մենք մեկը աղավաղելու ենք։ Այս պահին շատերն են արդեն արձանագրում, որ նոյեմբերի 16-ի ընտրությունները մեջ միացնում հաղթանակի հավանական տեխնացու է Սևակ Խաչատրյանը, հաղթանակ դաշինքով։ Վաղը ընտրվեց, հնարավոր է բռնել, որովհետև իրենց խնդիրելի եմ ասում ժողովուրդն է։ Ասում են մենք չենք թողնի ժողովրդի ուզած մարդը նստի, բայց ախր իրենք էլ ժողովրդի ուզածը չեն։ Ասում են ես եմ որոշելու, ով որտեղ աշխատի, ընտրված մարդը պաշտոնի նստի թե բանտում, ում ուզում եք ընտրեք, կնստի նա, ում ես եմ ուզում, իմ ուզած մարդը չղեկավարեց, կլինեն քրեական գործեր, կսարքվեն ձայնագրություններ եւ այլն։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ժողովրդին ինադու, կարծես մուռ է հանում ժողովրդից։ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում միտինգ էր անում, ասում էր այս հրապարակում է հավաքվելու ժողովուրդը ու բոլոր հարցերի վերաբերյալ որոշում կայացնի։ Ժողովուրդն է որոշելու։ Դրանից հետո քանի անգամ է ժողովուրդը որոշում կայացրել։ Ինչ է որոշում ժողովուրդը, կասեք։ Մենակ ընտրությունների ժամանակ որոշում է կայացնում, այն էլ վերջում ԿՊ-ն աղավաղում է այդ ձայնը։ Գյումրին վառ օրինակ, Ալավերդին վառ օրինակ, Կիրովականը վառ օրինակ, Երևանը վառ օրինակ, Փարաքարը վառ օրինակ, ոչ ԿՊԱ-ական ընտրվեց, ասում են մենք հաշտ չենք այդ որոշման հետ։ Կրկնում եմ տպավորությունս այնպիսին է, որ Նիկոլը մուռ է հանում ժողովրդից։ 2019 թվականից ի վեր մենք ուղիղ հետևում ենք, թե ինչպես է Նիկոլը ամեն քայլով ժողովրդի կարծիքին դեմ գնում։ Բոլոր հարցերում Հայաստանում նախկինում չի եղել իշխանություն, որ ժողովրդի կարծիքը անտեսի, սա արհամարում է բոլոր ուղղություններով։ Բոլորը համաձայն եք այսինչ քաղաքապետին, ուրեմն նրան կհեռացնեն։ Բոլորը դեմ եք Արցախի հանձնմանը, ուրեմն կհանձնեն։ Դեմ եք Թուրքիային զիջումներին, ուրեմն հաստատ կարվեն այդ զիջումները։ Դեմ եք Հայաստանից տարածքներ հանձնելուն, ուրեմն կհանձնեն։ Սա լը քաղաքական մասով։
Նիկոլ Փաշինյանի օրոք չեմ հիշում դեպք, որ ժողովուրդը տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ բողոքի ակցիա անեն ու իրենց սրտով իրենց հարցը լուծվի։ Կարող է մեկ տես դեպք լինել կամ էլ չլինել։ Արտահանողները բողոքում էին, այսօր էլ խնդիրը չի լուծվում։ Ատեստավորումից դժգոհ էին ուսուցիչները, զինվորները, հարցը չլուծվեց։ Հարկային քաղաքականության դեմ էին պայքարում, հարցը չլուծվեց։ Կարող եմ ժամերով թվարկել։ Լրագրող եմ աշխատում երկար տարիներ, ու սա իմ տեսած միակ իշխանությունն է, որ ժողովրդի բողոքին ընդառաջ չի գնում եւ ոչ մի հարցով։ Սա Թուրքի հետ ունի կոմպրոմիս, Թալանի հետ ունի կոմպրոմիս, կոռուպցիայի հետ ունի կոմպրոմիս, ժողովրդի հետ ոչ։ Եթե որևէ մեկին դուք չեք վստահում, ուրեմն իմացեք, որ ղեկավարող պաշտոնի եք գնալու անպայման։ Վերջերս Լոռու մարզպետ նշանակվեց մեկը, որը պարտվել էր Ալավերդու ընտրություններում, այսինքն քեզ դեմ է այդ մարզում, ուրեմն կլինես իրենց մարզպետը։ Դրանից առաջ էր նույնը, այն Արամ Խաչատրյանն էր կարծեմ, պարտվեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, նշանակվեց ամբողջ մարզի մարզպետ։ Ժողովրդին ադու։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի խնդիրը, կրկնում եմ, Վարդան Ղուկասյանի հետ չէ, ժողովրդի հետ է։ Ասում է ժողովուրդը գերագույն արժեք է, բայց նրա ընդունած հականիկոլական որոշումը ընդունելու ուժ Նիկոլենք չունեն։ 3 սրբազան բանտում է։ Ժողովրդի հարգանքին արժանացած հոգևորականներ են։ Նրանք բռնված են ժողովրդի ինադու։ Ինքը մեր արժեքներից էլ է հրաժարվում ժողովրդի ինադու։ Հայ ժողովրդի համար Արարատը սիմվոլ է, ուրեմն պետքա ջնջել, այդ դրա համար էլ հրաժարվում է։ Բայց ժողովուրդն էլ հակազդում է։ Ասում է Նիկոլ, դու ինչ էլ որոշես, այդ որոշմանը դեմ եմ։ Ում էլ դեմ տաս, որպես տեխնացու դեմ եմ։ Ավինյանի օգտին քարոզարշավ էր անում, Ավինյանի ժողովուրդը բավարար ձայներ չտվեց, որ քաղաքապետ դառնա, միայն ինչ-ինչ պայմանավորվածություններով արեցին դա։ Գյումրիում Սարիկի օգտին Նիկոլը քարոզարշավ էր անում, իր ինադու չընտրվեց։ Որտեղ քարոզարշավ է արել, այդ տեխնացուն խնդիրներ է ունեցել, որովհետև ժողովուրդն էլ չի ընդունում Փաշինյանի իշխանությանը եւ նրա որևէ որոշում։ Այսօր Գյումրիում կատարվածը Նիկոլ Փաշինյանի իշխանության ձախողման մասին էր խոսում, ու սա լուրջ ազդակ է իրեն իմ կարծիքով։ Ամբողջ ոստիկանական համակարգը, ՆԳ նախարարի բոլոր տեղակալները Գյումրիում էին։ Կաշառքի, կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել, ծանր մեղադրանք է, բայց չեն կարողանում բերման ենթարկել։ Ժողովուրդը չի հավատում, չի վստահում, չի թողնում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը մի ինդիմադիրի բռնելու համար ողջ ուժային համակարգը հանում է ու մեկը դժվարանում է իր պլաններում, դա իր իշխանության պրավալի մասին է։ Ու վերջերս այդ պրավալները հաճախ են։ Հիշում եք, Սամվել Կարապետյանին կարողացան տանել միայն այն ժամանակ, երբ ինքը որոշեց գնալ, Միքայել Սրբազանինն էլ։ Սա Նիկոլի իշխանության ձախողման մասին է։ Կարճ ասած, ժողովուրդը չի հավատում իշխանության հաղորդագրություններին, մեղադրանքներին, վարկածներին։ Ժողովուրդը համաձայն չէ Փաշինյանի որոշումների հետ։ Փաշինյանն էլ համաձայն չէ ժողովրդի որոշումների հետ, բայց մեկ է Նիկոլի մնալ, չմնալը կախված է հենց ժողովրդի որոշումից։ Ուսումնասիրելով հանրային տրամադրությունները վստահաբար կարող ենք ասել, մարդիկ կուշտ են։ Փաշինյանը Գյումրիում մոտեցավ կարմիր քարտին։